Շնորհակալ եմ հանձնաժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, նախագծով մասնավորապես առաջարկում եւ նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության անցակազմի երկրորդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք, ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն եւ օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով։ Ըստ էության վերջին տարիների կտրվածքով իրականացված վերլուծությունները փաստում են, որ այս արարքն ունի մեծ տարածվածություն, կայուն աճի միտում եւ իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն, նաեւ վերջին ժամանակահատվածում այս հանցագործությունը դարձել է հանրությանը առավել մտահոգողներից, բացի այդ արարքը սահմանելով միջին ծանրության, այն այլևս մասնավոր մեղադրանքի տիրույթից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ։ Առաջին ընթերցմամբ ներկայացվել է այս ընթացքում գրավոր առաջարկներ եւ փոփոխություններ տեղի չեն ունեցել նախագծում, խնդրում եմ հանձնաժողովի դրական եզրակացությունը երկրորդ ընթերցման ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, հարցեր հիմնական զեկուցողին։ Ես մի հարցից սկսեմ, էլի պարոն Մկրտչյան։ Տեսեք, նույն հարցը մենք նաև հրավիրել ենք մեր գործընկերներին ըստ էության այստեղ, որպեսզի մենք կարողանանք վերջնական դիրքորոշում ունենանք այն իրավական իրար պրակտիկայի շուրջ, որը ձևավորվել է, բայց այդուհանդերձ երկրորդ եւ երրորդ մասերի միջև հնարավոր տար ըմբռնում չի կարող առաջանալ, որտեղ ոնց մենք փորձում ենք հասկանալ ավտոմեքենայի վրայից որոշակի սարքեր հանելու համար առնվազն պետք է օգտագործես ինչ-որ մի բան, եթե ֆիզիկապես չժարդում։ Եվ սա մի հատվածն է, ոնց են կարողանում այս երկու դրվագների միջև գտնել ճիշտ բալանսը, որպեսզի հետագայում չունենանք խնդիրներ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ըստ էության մենք երկրորդ մասով ունենք նախատեսված մաս, համաձայն որի տեխնիկական միջոցներով կամ սարքավորումներով, երբ որ կոտրվում էր տրանսպորտային միջոցի համակարգերը, այսպես ասած պաշտպանող, սրանք արդեն իսկ նախատեսված են, բայց մենք տեսնում ենք, որ պրակտիկայում հատկապես տրանսպորտային միջոցների դրսի հատվածից կատարվում են գողություններ, որի պարագայում չեն օգտագործվում առանձնապես գործիքներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցը պաշտպանող համակարգերի կոտրման դեպքեր չեն լինում եւ հենց դրա համար է, որ մեծամասամբ այս արարքները չեն տեղավորվում երկրորդ մասի մեջ, դրա համար էլ առանձին մասով, մեկ մասով Արգելի գործընկերներ, հասկանում եմ բավական երկար իրակ չեք տեսել, մոտավորապես 3 օր է, բայց խնդրեմ, որպեսզի աղմուկի հանդուրժելի աստիճան պահեք քննարկման ժամանակ։ Այս մասը նույնպես նախատեսվում է երկրորդ մասում, որպես միջին ծանրության, այսպիսով տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունները ամբողջ սպեկտրով տեղափոխվում են գողությունների երկրորդ մաս։ Հիմնական նպատակը սա է եղել, որտեղ դրանք չէին, այսինքն տարբեր իրավիճակներ էինք ունենում եւ մեծամասամբ իրավիճակները չէին տեղավորվում երկրորդ մասի մեջ եւ ըստ էության միջին ծանրության չէին դիտարկվում։ Մյուս խնդիրը, որը բարձրացնում են մեր գործընկերները, իհարկե մենք նաև պատճառներից մեկն էր, որ հրավիրենք բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներին այս քննարկումը ավելի արդյունավետ դարձնելու համար, դա ասենց ասեմ, նոր հանցագործությունները խափանելու նպատակով համապատասխան խափանման միջոցների օգտագործումներ, մասնավորապես կալանքի օգտագործումը, որով կարծես թե դուք խնդիրներն եք արձանագրել եւ կուզենայի որ դուք այս հարցի վերաբերյալ մի փոքր մեզ լուսաբանեիք, թե ինչու կամ ինչ խնդիրներ ունենք, որ մեր դատական համակարգը հաշվի առնելով, որ չգիտեմ, ներքին գործերի նախարարության համապատասխան տեղեկատվության հիման վրա քննչական կոմիտեի, այլ իրավապահ մարմինների դատախազության պարագայում, երբ որ առկա է հստակ տեղեկատվություն եւ անձ օգտագործում է այդ գործողությունը որպես արհեստ, դատարանները կալանք չեն կիրառում, քաշ գիտակցելով, որ տվյալ պարագայում մենք կարող ենք գործ ունենալ կնքրահանցագործությունների հետ։
խոսքը չի վերաբերում, գիտեք, երիտասարդ տարեքում 14-16 տարեկանում ինչ որ sense ասեմ, էլի համարյա խուլիգանական դրդումներով ինչ որ ավտոմեքենաներին վնասելուն, խոսքը վերաբերում են դեպքերի, որ անձը օգտագործում է այդ վարքագիծը որպես արհեստ, որպես մասնագիտություն չկարտավոր, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ըստ էության այդպես էլ կա տրանսպորտային միջոցից կատարվող գողությունները, ինչպես նշեցի, ունեն մեծ տարածվածություն եւ բավականին անհանգստացնող են դարել եւ այո, մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ կան խմբեր կամ առանձին անձիկ, որոնք որ արդեն այս ուղղությունը որպես արհեստ են դարձրել եւ մեր մտահոգությունը, ներքին գործերի նախարարության մտահոգությունը առ այն է, որ մեր վերլուծություններով մենք տեսնում ենք, որ միևնույն անձի կողմից, երբ տվյալ անձը առաջին գողությունը կատարելուց հետո հայտնի է դարձել, ձերբակալվել է, այդուհանդերձ խափանման միջոցը ազատության զրկման հետ կապ չունենալու պարագայում մենք տեսնում ենք, որ տվյալ անձը կրկին անգամ բազմադրվակ նորից նույն գողություններն է կատարում, ընդհանուր 30 դեպքի հասնող դրվագների մասին է խոսքը գնում։ Մենք նմանատիպ իրավիճակ ունեցել ենք նախկինում նաև գրպանահատության դեպքերով։ Գիտեք, որ գրպանահատությունը նույնպես առաջի մասից որպես առանձին արարք տեղափոխվել է միջին ծառայության տիրույթ եւ այս պարագայում գրեթե մենք նույն պրակտիկայի հետ գործ ունենք։ Կրկնում եմ, որ ոստիկանության տեսադաշտում հայտնվում են անձիկ, դրանք բացահայտվում են, սակայն հետագայում մենք տեսնում ենք, որ տվյալ անձի կողմից կրկին անգամ կատարվում են գողություններ, որոնք ընդ որում լինում են բազմադրվակ։ Սա մեր համար անհանգստացնող է, որտեղ կարծես թե ոստիկանության գործիքակազմը ինչ որտեղ այստեղ սպառվում է արդեն, որպես մենք կրկնակի անգամ տեսնում ենք նույն անձի կողմից գողությունը կատարվում է եւ մեր գործիքակազմը փորձում ենք նաեւ այս առումով ուժեղացնել, իհարկե նաև սիրով կլսենք գործընկերներին իրավակիրառ պրակտիկայի մասով ինչ միջամտություններ են հնարավոր անել։ Շնորհակալ եմ։